Դուք օր գիշեր ռումբերի պայթյունից պահեր եք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգու խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգու խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Թե ետ Սիզի ջան Մաման ու բժիշկը ուր են? Գնացին Ոնց գնացին, ուր գնացին? Երբ գնացին Հենց նոր Տիկին Մարգոյի մեքենայով գնացին Հաստատ մի բան ասել է Հաստատ մի բան Մամ, հանգստացի Այդքան բաց չի, ինչքան որ դու պատկերացնում ես Հեսա կզանգեմ տատին Թե կուզեք Չեմ ուզում Հեռախոսն տունն ա թողել Մամ Հիմա ինչա պատահել, երբ տեսաս հենց ինչ-որ անհանգիստ խառը վիճակում ես։ մաման չկա Այսինքն չկա։ Գնացիլա, չգիտենք ուրա Լավ էլի, ինչ ասես մտքովս անցավ։ Գումարի չափսը $1750 Այո Չէ, սպասեք Եկեք 250 էլ իմ կողմից ավելացնենք, թող կլոր 2000 լինի Շատ է Վահե ջան, բայց նորմալ է, կամանդիր ջան Եթե զինվորի օգնության համար է Որս ինչքան կանանք թող օգնենք Մերսի շատ Ներողություն 2000-ի փոխանցման գումարը ինչքան է Մեկ րոպե հիմա ճշտում կատարեմ եւ մոտենամ, լավ Չի ու գնաց Սա սպասի կտենանք Վճարում չկա կատարելու Եվս $500 մենք մեր կողմից կուղարկենք Քանի որ զինվորին օգնություն եք ուղարկում, լավ Բայց այդպես ոնց կլինի Կլինի կամանդիր ջան, բա մեր հայփոստն է Գիտես, չէ կռվի օրերին ընդեղ մեզ օգնությունը ինչ գալիս հասնում էր ստեղից հայփոստը այդ ամեն ինչը անվճար է կազմակերպել Շնորհակալ եմ դեզանից շատ Մենք ենք շնորհակալ Եթե ինչ, ես մեքենա ունեմ, ինքս կարամ գնամ տուն Պետք չի նեղություն քաշել, Տիկին Թունյան Ես քեզ մաքսիմում գերեզմանոց կհասցնեմ, դու հանգիստ եղի Ես քեզ ինչ էի ասել, Սահակ Երբ, այնքան բան ես ասել, որ Լսի մի անգամ էլ եմ քեզ զգուշացնում Եթե մյուս անգամ առանց զանգելու եկել ես իմ տուն, դու ինձանից չնեղանաս Ես էլ իմ լավությունը Ես քեզ փող եմ տալիս, որ դու սցենարից չշեղվես Բայց դու ես շեղվել Երեք պետքա գայր աղջկադ հետ մոտս, ասեի, որ վիճակդ ավելի ավատացել Ուրեմն հետո կգամ Եթե ես չեմ զանգել, չեմ կանչել Ինչի ես եկել հիմա Եկել եմ, որովհետև այս վիճակը դուրս չի գալիս, Մարգո Մենք պայմանավորվել ենք 2 շաբաթ Բայց արդեն մի ամիսն է լռանում Մի քիչ երկար ձգվեց Այն ինչ որ ես ուզում եմ, շուտ չեղավ Ինչի Որովհետև իմ փեսան չոր կողա ու պարզվում է շատ դիմացկուն Լավ, բայց sense ինչքան ես խափելու Լսի, ինչքան կուզեմ, այնքան էլ կխափեմ, մինչև իմ ուզածը լինի։ Եղավ, իսկ հետո երբ որ ժամանակը եկավ, կասես, որ հրաշքով անալիզները մաքուր են եկել, ու ես բուժվել եմ, ոնց որ պայմանավորվել ենք։ Լավ, շատ չեմ ձգձգի, ուղիղ կասեմ։ Եթե ժամանակն ավելանում է, փողն էլ պետք է ավելանա։ 2 շաբաթվա համար ես քո մի տարվա աշխատավարձն եմ տվել։ Բայց արդեն մի ամիսն է լռանում։ Իմ ռիսկերը շատ են, Մարգո։ Լավ։ Փողդ կավելացնեմ, բայց առանց հրավերի չերևաս։ Իսկ եթե հանկարծ էլի չկշտանաս, ես ինչ-որ մեկին կգտնեմ, որը ավելի էժանով հարցերդ կլուծի։ Հասկացա՞չ։ Կներես, լավ չմբռնեցի միտքդ։ Սպառնում ես։ Հա, սպառնում եմ։ Իսկ հիմա իջի մեքենայիցս։ Ու սպասի իմ զանգին։ Հասկացա՞չ։ Բայց իմ մեքենան ձեր տան մոտ է։ Ոտքով գնա։
Շնորհակալություն։ Հա, կամանդիր ջան։ Հիմա հələ քաշի ու քանի հանգիստ նստած ենք պատմի։ Էլի մարդա գալով է։ Չէ, ինչի։ Ես քան բան ես պատվիրը դրա համար ասեցի։ Լավ էլի կամանդիր։ Այսօր սաղուրը աշխատել ենք, հələ Հայաստան էլ փող ենք ուղարկել, բամիկտոր հատ շուտենք։ Արագ ուտանք ես դուրս գամ, էլի տելեֆոն վերցնեմ։ Ոնց, աշոտիկն էլ է եկել։ Էլ վաղոց ինքը աշոտիկ չի։ Դե հա, մեր երեխան այնքան բան տեսավ, որ Զանգի իրան էլ թողա մի կտոր հաց ուտենք համել կտենամ։ Ավելի ճիշտ չէ, սպասի տաքսի կուղարկը։ Չէ, պետք չի։ Հիմա դասի է։ Կամանդիր ամեն անգամ, որ սենց սեղան եմ տենում, գիտես ինչն եմ հիշում, որ ձմեռով պոստերում էինք ու ձուն դրեց։ Անենց ուժեղ ձուն եկա, որ չէին կարող ներքևից հաց ուղարկեին։ Մենք էլ 3 հատ տուշոնկա ունեինք։ 3 օր հատ չկերար, որ մենք այդ տուշոնկեն ուտենք։ Չէ, դες բան չեմ հիշում։ Լավ էլ հիշում ես։ Հիմա որ ուզես ամիսն օրն էլ կհիշես։ Դե ասացի չեմ հիշում, բայ։ Երկեր հաց կրծավ ու լավ։ Էմա, ես ես չեմ դիմանում, պետք է զանգել այդ բժշկին։ Նանե, Ալինային հարցրա համար հաստատ կունենա։ Վայ Սյուզի, մի հատ հանգստացի էլի, սենց որ շարունակվի քեզ ավելի շատ է օգնություն, պետք կան իրան։ Ճիշտ է ասում էլի մամ, հետո բժիշկ կա, որ վատանա տատին իր հետ է, չէ՞։ Նա տատին։ Մամ ջան, այսօր է, Ալինան ասաց, որ բժշկի հետ գնացել ես։ Հանգստացի Սյուզի ջան։ Ամեն ինչ նորմալ աղջիկս։ Բժիշկ ուղակի խնդրեց 2 փողոցենկով պացիենտ ուներ։ Մեքենայի մեջ չար չուներ ու շանում էր։ Տարա եկա, դրա մեջ ինչ կա։ Լավ է էլի, փոխանակ ինքը քեզ խնամի, դու ես իրան տիրություն անում։ Լավ էս թեման փակեք, հա։ Վայ, հիմա ամեն իմ դուրս գալուց։ Դու պիտի սենց խոճապի մատնվես, հա։ Ոնց կլինի։ Խոսք եմ տալիս, էլ չեմ անի։ Արի օգնեմ գնա։ Աշոտ։ Աշոտ ուր ես։ Ինչ գնդակ հետ արի։ Հիմա։ Ես ինչ կամանդիր, ես սուր ենք եկել։ Քո տուն չենք գնում։ Այն տուն։ Ավելի ճիշտ, որտեղ ժամանակավոր ապրում եմ։ Բայց ինչի սենց։ Սենց ժամանակավոր։ Լավ էլ հասկացա հարցիս։ Դե սենց էլ ալում, ոչինչ։ Վայ պատկերացրա, դիրքերում ենք։ Ձունակե ճանապարհը փագել, հա։ Մենք չենք կարող միշտ զորամաս։ Ինչ կա։ Կոֆե խմես։ Ասա ինչը որտեղ է, ես հոգել։ Ես լսեմ։ Ու շատ ես արել։ Մենք ես հարցը սենց չենք թողի։ Սկզբի համար դուք կտեղափոխվեք իմ տուն, կմնաք այնքան ինչքան որ պետք է։ Չէ, Վահե ջան, նորմալ է։ Դու հանգիստ եղի։ Ասի կտեղափոխվեք իմ տուն, չեմ թողի ստեղ մնաք։ Վայ, արդեն հակաճառում ես։ Մարտի դաշտում չենք, որ չհակաճառեմ, կամանդիր։ Դու մարտի դաշտում ես ինձ հակաճառը։ Գիտես եմ մոռացել եմ։ Այն թեժ կռվի ժամանակ, որ ընկերոջդ խփեցին։ Ասիր պարոն գնդապետ։ Գնում եմ ընկերոջս բերեմ։ Ասացի արդեն ուշ է։ Բայց դու չլսեցիր։ Օզերը տնգեցիր ու գնացիր։ Ամբողջ ջոկատով մեջքդ հազիվ պահեցինք։ Թեժ կռիվ տվեցինք։ Փարկասու հետ եկար։ Պատերազմի օրերին ու միջև հիմա դրա մասին չեմ խոսացել, բայց երբ որ գնում է իր հետևից ամեն կրակած պատրոնի հետ կյանքս անցնում էր աչքիս թեմով։ Ու ես ինձ չէի կարող ներեի, եթե չհասներ իրան։ Ու երբ որ հասա իր մոտ Վահակը մի պահ աչքերը բացեց։
Ամենը մի բան ասաց։ Ասաց ես գիտեի, որ դու կգասու։ Մահացավ։ Հենց որ իզուր չէի։ Ինքը տեսա, որ ինչի համար որ սպասում էր եղավ։ Ես հասա իմ ընկերոջը, բայց Ինչ տղեր կորցրեցինք։ Առյուծներ։ Աշոտենք եկան։ Չեմ ուզում ես թեմայով իմանա։ ես ոնց է մեծացել։ Հերոս։ Սիտ տղա ես դարել, ոնց ես մեծացել։ Մեծացել եմ էլի։ Բայց որտե եք երկթել։ Տղես, այս աշխարհը գնդակիդ պես կլորա։ Ուր գնում ես, հարազատ մարդկանց ես հանդիպում։ Մահերը անկերս է։ Մահեր, ինքն էլ Վահե Ասատրյան, Պրիզրկ Վահե, ճիշտ եմ ասում, հա? Դու որտեղից գիտես։ Չեմ հավատում, միանգամից 2 հերոս? Չէ, 3 հերոս? Դե լավ։ Ես գիտեմ թե ոնց եք 2 հոգով post պայել, գիտեմ թե ոնց եք ավտոմատներով ԱԹՍ-ներ գցել, գիտեմ թե ոնց եք մալադոներին կրակի տակից ազատել։ Լավ, ապեր, Էրիկա։ Նենցա լիքը բան կար, բայց ոնց ասեք։ Բա չասեցիր, որտե եք երկթել։ Տղես, որտեղ որ աշխատում եմ, վայն ապրանք էր բերել։ Տենց հանդիպեցինք։ Դպրոցում նորմալ է սաղ։ Հա, պապ, սաղ տոշնի է։ Ինչ ասեցիր։ Ամեն ինչ նորմալ է։ Բառապաշարիդ ուշադիր եղի։ Տոշտին որն է։ Լավ, դե կամանդիր, մի նեղացրու երեխուն։ Մենք էլ ենք էլի տենց բառեր օգտագործում։ Այդ մեր սխալն է։ Գոնե սերունդը դի նորմալ խոսա։ Պետք է մեր սխալների վրա սովորեն։ Մենք ավելի լավ գնանք, մի երկու հատ դաս կա անելու։ Սովաշ չեք, մի բան սարքեմ ուտել։ Չէ, մենք դպրոցում կայել ենք, մերսի շատ։ Աշ սպասի քեզ բան եմ բերել։ Նոր մակիկ եմ առը։ Նորմալ ստեղ, որ պետք է լիքը վերցնես։ Այդ մաման Հայաստանում չէր առնում։ Ինչ լավ ստել են ծախում։ Դե հա մինա։ Դե լավ։ Գնացեք։ Նստի, կոֆե խմեք։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador.
12,736 Sherman Way in North Hollywood, 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Բանդ, տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծողիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծողիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուփերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր, բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Անչափ ախորժալի, հատուկ մարինացված միս, արաքս շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին։ Lobster, crab, shrimp, խեցգետին։ Առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Փետրվարի 7-ին սիրահարների տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգան սիրված երգիչներ Արա եւ Ալիկ Ավետիսյանները։ Աչքերս կուրանան Աշխարհի ամենատարբեր երկրներում միլիոնավոր դիտումներ արձանագրած իրենց հիթեր դարձած երգերով շքեղ այս համերգը տեղի կունենա Aquacalente-ի The Show համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Ուստա չալե։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով aramticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Շնորհակալ ենք ձեզ։ Ասոված չէր մհր։ Չէ, լսի Աշոտ, բայց պապատ խի շուտ իր անգերն է ինչի զանգել, որ խեն հանկարծակի հանդիպել։ Բայց որ վայն հիմա իմացել է, որ սենց եք ապրում, կօգնի ձեզ, չէ։ Ես ում։ Ձև չի չօգնի։ Չէ, դե կօգնի ինքը։ Ուղղակի պապան չի թողի, որ մեկը մեզ օգնելու համար իրան ներություն տա։ Ոչինչ մենք անենք ինչ որ պետք է։ Նա արդեն զանգել է մեկին, սպասում եմ խաբարանան։ Գործի համար։ Հուսով եմ սա լավ կլինի։
Մամ, բաբալես, ես 2 քոլեջ եմ գտել, մորքուրն ասում է, որ շատ լավն է ներկուսնել, ուղղակի միջազգային ուսանողների համար անվճար տեղեր չկան։ Կարող ենք այս մասին վաղը խոսել, Նանե։ Հա, մեկ էլ ուզում եմ պապայի հետ խոսամ, ասեց, որ միասին կքննարկենք ու կընտրենք։ Իհարկե կքննարկենք։ Ես կարամ չէ իրան վաղը զանգեմ։ Չնասած ուզում էի հիմա զանգել, բայց վստահ չեմ, որ պապան արթուն կլինի։ Լավ կլինի վաղը զանգենք։ Կթողնի, չէ՞։ Սիրտես։ Հարցը այն չի, դու սովորես թե չէ։ Հարցը այն է, թե որտեղ սովորես։ Ես վստահ եմ, որ պապան թույլ չի տա տատիկը վճարի քեզ համար։ Իսկ առանց տատիկի օգնության մենք չենք կարող այս հարցը գլուխ բերել։ Բայց տատին օտար չի, մամ։ Արևս արի վաղը խոսենք, հա։ Ահա։ Մամ, պապան քեզ շատ է սիրում։ Գիտեմ կանցես, ես էլ իրան։ Վահեն գնաս։ Հա գնաց բալաս։ Ինչ ամոթ էր, այդ հաջող չարի։ Ուղղակի մհերը այնքան խոսած Վահեի հետ, գլուխս տարավ։ Ոչինչ, վաղն էլ է գալու Վահեն։ Դու գնում ես։ Գնում շուտ գամ, քնի հանգստացի։ Բարի գիշեր։ Wait a minute. How you doing? Ախպերս, երեխեն, ավտոբուսի մեջ քնած է, ուշադիր է, վելի խնդրում եմ։ Okay. Yeah. Right. Եվ ուր է լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուս մայր հողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց միասին բերելու ենք այն հետ գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում Կներեք, որ խանգարում եմ, բայց ուզում էի հարցնել, ձեզ մի բան պետք է։ Ես պետք է գնամ, մտածեցի ձեզ հարցնեմ նոր։ Չէ, Ալինա ջան, շնորհակալ եմ, ոչինչ հարկավոր չի։ Դե ձեզ բարի գիշեր։ Բարի գիշեր։ Տղերք շատ կա։ Վաղը պատվերներն ենք դասավորում, որ տանեն։ Վաղը շատ գործ կա, այս նոր տարվա բերան սաղ որոշում են իրանց խոհանոցի կահույքը փոխեն։ Դե մեր կահույքը լավն է, դրա մեր գործը շատ է։ Ասել եմ, ձեր տների համար հենց խոհանոցի կահույք պետք լինի, անպայման ասեք, որ շատ լավ ձևերով կազմակերպենք այդ ամեն ինչը։ Ապրես, շեֆ ջան։ Արտուր, արի վերջացնենք, էլ ուշ է արդեն։ Դու են նոր աշխատողն ես։ Իմ հետ ես։ Հա, մենեջերս ասաց ինչ որ նոր աշխատող է ընդունել։ Հա, ես եմ ցավը տանը։ Դեմքը շատ ծանոթ է, մինչև ստեղ աշխատել է, որտեղ ես աշխատել։ Չէ, երի խառնում ես ախպերս։ Չճանաչեցիր ով։ Չէ, ով ա որ։ Գնդապետ Սոսն է, անունը մին ասա, բայց տենց է հայտնի։ Լուրջ ես ասում։ Հա, հորս արավ։ Sir. Sir. Yeah. How you doing? Yeah, right. Lava manage. Yeah. Ushadi եղի մի քանի. Okay.
Մամ ջան, բարի լույս։ Սյուզի ջան, բարև։ Մի հատ ջուր լցրու։ Լավ ես։ Ոչ լավ եմ։ Ապրես աղջիկս։ Սյուզի, այս ժամին ինչի սարտնացել։ Ես միշտ էլ այս ժամերին եմ արտանում, մամ ջան։ Ինչի։ Դե որովհետև այս վերջին պատերազմից հետո Մինասը հետ տրավմատիկ ստրեսային խանգարում ունի։ Վերաթռնում, վատ երազներ ա տեսնում։ Ես էլ հետը զարթնում եմ, որ խոսեմ մի քիչ մտքերը ցրեմ։ Այ աղջիկս։ Մինասը գիտեր ինչ գանձա կտել։ Դրա համար է բաց չէր թողնում։ Իսկ հիմա աղջիկս, փողը տենց բանա, եկավ տեսավ, որ կարա շատ փող պոկի, մոռացավ քեզ էլ, քո արածներն էլ։ Մամ ջան, ես չեմ ասում, որ դու խաբում ես, բայց մի տեսակ հավատս չի գալիս, որովհետև այսքան տարի ինքը ինձ նույնիսկ արգելել է քեզնից նվերներ վերցնել։ Թույլ չի տվել, որ մեզ փող ուղարկես, տուն առնես։ Ես պետք է իր հետ խոսամ, մի բան են չի։ Խոս աղջիկս։ Եթե ինձ չես հավատում, խոսա։ Մի հատ ջուր տուր։ Մամ ջան, բայց նոր խմեցիր էլի ես խմում։ Ասում եմ ջուր տուր։ Աշոտ։ Չայ պատրաստ է։ Թե, հայրեն խոսա։ Հասկանում եմ, մեկ-մեկ շատ եմ խորանում։ Չէ, ինչ ասում ես ճիշտ ես ասին։ Բայց մարդկանց չեմ ուզում դրանով չափես։ Մարդը նենց ինտելիգենտ բառեր է օգտագործում, բայց ինքը շանտ տղա է։ Մարդ էլ կա, հազիվ երկու բար կարում այար կապի, բայց կարաս կյանքդ վստահես։ Աստվածս ինչ է, մարդկանց դրանով չչափես։ Հետո վա զանգում։ Հայաստանի դպրոցի տղեկն են։ Բխի չես պատասխանում։ Դե երբ պատասխանում եմ, ասում են վիդեոտ միացրու, ես չեմ ուզում։ Հայաստանում շատերն են մտածում։ Հենց ոտքա տնկնում է Ամերիկա, ուրեմն հայտնվում ես թանգանոց մեքենայի մեջ։ Տղես, ամեն ինչ ժամանակավոր է։ Չներվես։ Լսար։ Մինաս։ Մենք պետք է խոսանք։ Եթե ասելու բան ունես։ Դու չունես։ Միջև երբ պետք է մորդ միջոցով խոսենք։ Լավ։ Որտեղ հանդիպենք։ Ես չգիտեմ, դու ասա որտեղ ես կգամ։ Գլենդելում մի լավ սրճարան կա, կոչվում է King's Kitchen։ Ժամը 3-ին կարող եմ այնտեղ լինել։ Ժամը 3-ին։ Հիմա էլ ժամը հարմար չի։
Լավ, կհարմարացնեմ կգամ, բայց մորը չասած որ հանդիպելու ենք։ Ոչ պետքին չասած որ հանդիպելու ենք։ Ինչի գաղտնիք է մեր հանդիպումը։ Չգիտեմ, այս ամենից հետո ում վստահեմ ու ինչ մտածեմ։ Մի խոսքով կհանդիպեմ։ Լավ։ Այդ մամայի հետ էր խոսում։ Հա։ Աշոտ, ասում մամային տեսնելու եմ։ Ուզես քեզ հետ ստանամ, մի քանի օր մնաց մամայից հետ։ Չէ, էլի, պապ, մի քիչ մնամ ստե, հետո կտանես։ Աշոտ, ես էլ բերերի վտա։ Բայց պապ, ընդ ուտելիք տալիս են, ես քեզ չեմ ասել։ Աշոտ կարող է սովածանաս ուտես, կարող է հյուրասիրես։ Լավ, պապ։ Արևտես պարոն գնդապետ, արևտես բրվախպերս, գիտեք չէ, որ ձեր հետ եմ խոսում մի տեսակ նենց լեզուս թմրում է։ Ամեն ինչ լավ է դպրոցում։ Հա, դուք վաբշե մի մտածեք։ Գամ հետներդ։ Չէ, պապ, դպրոցը մի 500 մետր է ստեից, համե փողոց չենք անցնում։ Ճիշտ է ասում։ Դե գնացեք։ Արի։ Սուգետ չմոռանաս։ Գործի պահում կա։ Հա, այսօր խոսացել եմ դասերից հետո պիտի գնանք։ Դզես։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարվծվում է։ В общем, ջոգիր մերրեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Տոնական զեղչեր High Post USA-ում։ Այժմ ինքնաթիռով $3.99 1 փաունդի համար։ Բացարձակ անվճար առաքում Հայաստանի ցանկացած մարզ եւ ապահովագրում։ Բավական չէ, ուրեմն հավելյալ 10-ից 50% զեղչ։ High Post ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor, stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Bossի հավաքածուով հայտարարում է ճախճախի զեղչեր։ Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100։ Շտապեցեք եւ բաց սարի կարիճը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնում տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Ham's Armenian Barbecue։ Ham, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։
Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal. Skinovate Med Spa-ում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary։ Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը, մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմար աթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը, այնտեղ որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու մեկ օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Սարգիս, կարծում եմ, որ դու մեկին կունենաս, որ փողի համար կուզի մի թեթև ծեծ ուտի։ Այսօր փողի համար ամեն ինչ էլ անում են, ինչա պետք։ Կամանդիր ջան, բարի օր։ Բարը վայ ջան։ Կոֆե կխմես։ Չէ, չեմ ուզում։ Այսօր շինարարությունում գործ չկա, տղերքն ուզում էին զանգեին, բայց ասի մեկ այս գնալու եմ կասեմ։ Դավ չի։ Ինչի։ Դե գործ էր էլի։ Ինչ պետք է անենք բանակումա։ Դա սպասը տնամ, պայեստուն գործ կա։ Ինչ պահեստ։ Մի հատ պայես կար, երեքուներ են դեղ է աշխատում։ Հələ սպասի մի զանգ էլի։ Կամանդիր մի հատ բան եմ արել, բայց չգիտեմ ոնց ասեմ, որ չճղայնանաս։ Զանգելը սաղ տղերքին հավաքել։ Ինչի բացար։ Բայց քեզ նոր եմ ճանաչում։ Բայց չէ չասես էլի։ Տղերքը հավաքվելու են սպասեն։ Արի գնանք, դու էլ կցրվես տրամադրությունդ կփոխվի, հա։ Լավ, վայ, գնալու ենք, բայց մի պայմանով։ Եթե մի անգամ էլ առանց ինձ ասելու, սես բան ես կազմակերպել, 2 գիշեր առանց հանգիստի նայրը։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Թող նայել։ Սյուզի ջան, կեսօրից հետո ուզում եմ միասին դուրս գանք։ Ուզում եմ քեզ Լևոնի հետ ծանոթացնեմ։ Լևոնի? Ինչի համար։ Դե մի քանի գործնական հարց կա, ուզում եմ Լևոնը օգնի Սյուզեին։ Ինչ գործնական հարց։ Ուզում եմ ռեստորանը, ոսկու խանութը, դե երևի կլինիկաներից մեկը տամ Սյուզեին, որպեսզի կառավարի, ինչ կա դրա մեջ։ Ինչ լավ է։ Լևոնը կօգնի, կհասկանա ինչի ինչոց է։ Մեր լավագույն մենեջերն է, չէ։ Վաու, մամ, բիզնես լեյդի ես դառնալու արդեն։ Մամ ջան, բայց չէիր ասել, որ գործերը այդքան շատ են։ Դու կկարողանաս, ինչ կա դրա մեջ։ Սյուզ մի անհանգստացի։
Այդ ամեն ինչով ես արդեն զբաղվել եմ ու քեզ տալու եմ ժամացույցի պես աշխատող սահուն բիզնես։ Գլուխ կհանես։ Էմանել կթեթևանա մի քիչ, որովհետև հիմա իր անձնականով զբաղված։ Ճիշտ է։ Հանգստանալու ժամանակ կունենամ։ Ամեն դեպքում ինձ Էմայի օգնությունը շատ է պետք։ Իհարկե կօգնեմ։ Մի անհանգստացի։ Մամ ջան, այսօր կեսօրից հետո ուզում էի խանութներով գնալ։ Կարող եմ։ Հա, մամ, միասին ենք գնալու։ Չէ, ուզում եմ մենակս գնալ ու մի քիչ մտածել, մտքերս հավաքել։ Հենց այսօր։ Հա։ Կլինի ես ազատվեմ զանգեմ։ Լիս ցավը տանեմ, չորացա, վանքում մնացինք։ Ինձ ով հիշել է, մեկնից հիշել է, նա ինձ հուշել է, անհուշելի, նա իմ հույս։ Տղերք չգիտեիք, որ Մինասը ստեղ է։ Հա, երեք որ պրիզրեկը զանգ տվեց, շատ զարմացա։ Պարոնեք սպաներ։ Այ Մինաս ջան, չես տեսնել եմ իշտել ուրախություն, աղբերս։ Ժամանատար։ Բարև, բրատ։ Գնդապետ։ Գնդապետ ջան, տեսնում ես, որ աշխարհը կլոր է, որտեղ ենք հանդիպում իրար։ Ես չի անգամ Մարտակերտում էինք հանդիպել։ Հա, երնեք այդ օրերը։ Հազար երնակ։ Գնդապետ ջան, չես ճանաչում մեր Լևոնին, Խիշնիկն է։ Հա, Խիշնիկի մասին լսել եմ, տոնաշենի պաշտպանության ժամանակ։ Ասում են զինվորական չի, բայց շատ լավ կազմակերպում է պաշտպանությունը։ Չգիտեի, որ գնդապետը անձամբ իմ մասին լսած կլինի։ Որտեղից ես եղբայր։ Մոսկվայում եմ ապրել երկար ժամանակ։ Կռվի ժամանակ բիզնեսները ընտանիքը թողեց եկավ Հայաստան։ Շամյանում վիրավորվեց, հետո հետ գնաց Մոսկվա։ Կորցրեց եւ բիզնեսները, եւ ընտանիքը։ Տեսնում ես ինչ անարդար կյանքը։ Տղեկ ջան, մի բան ասեմ, ու այս թեման փակենք, էլի։ Եթե կյանքը մի անգամ էլ հնարավորություն տար, հաստատ նույն բանն է։ Այս քո ցավը տանեմ։ Սոս ջան, դու այն ասատուն տեղ ոնց են։ Հարմարվել եք, տեղավորվել եք նորմալ։ Փառք ասու, ամեն ինչ լավ է։ Ճիշտ ասած կոմանդիր։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է։ Տղեր ջան, մնացինք ոտի վրա։ Հրամեցեք նստեք։ Արի, նստեք։ Արի սոր ջան։ Տենց արի։ Աղսալ։ Նա ինձ հուշել է, անհուշելի։ Հրամանատարի ճաշակ կտակ։ Հուշը մշուշը, սերքը քուշը, գերիքասների։ Այս արդեն ուշը, հուշը մշուշը, սերքը քուշը, Հա, տիկին Մարգարիտա։ Ինչ եք անում։ Ես մեքենայի մեջ եմ, Սյուզն էլ այգում նստած է։ Ես հուսով եմ, որ արդեն մենք պատրաստ ենք։ Հա, ամեն ինչ պատրաստ է։ Նայի հա, ավելորդություններ թույլ չտա հա աղջկաս հետ։ Զգուշացրել ես, որ չափը չանցնի։ Հանգիստ եղեք, տիկին Մարգարիտա։ Լավ։ Այդպես մոտիկ, այդպես ամբոստաններ։ Մինասից մի հատ պատմություն պատմեմ։ Հələ ռազմետքում էր կապիտան էր։ Ուրեմն անցնում է թուրքերի կողմը, մտնում է նրանց բլինդաժը, տենում է սա քնած է։ Պոստավիկն էլ հետն է քնած։ Սաղի զենքերը հավաքում է աղբեր ջան։ Ուրեմն պոստավիկի զենքները վերցնում է, քացով քամակին տալիս է, արասում է լսի ասեմ, կեթած քամալին կասես, սոսն ասես 1-0։ Արա աղբեր ջան, անցավ մի քանի օր, ես էլ պոստերում պատասխանատուն եմ,
Երեխեք խառնված եկան քանից հանեցին, ինչ ա եղել, բան, բա դիվերսիա եկե, կամալ նայք է։ Էլի մերոնք են քնացել ջահելները, ոստավեկից բոլորից զենքերը հավաքում է ու հայերեն ասում է սոսին կասեք 1-1 կամալ նայեք։ Լավ է, բա որ մեկին վնաս տա։ Ապեր ինքը գիտեր, եթե անգարց տղերքի գլխես մի մաս պակասեր սոս իրան չեր ներել։ Լավ աբո ջան, արեք ուրիշ բանից խոսանք։ Պարոն գնդապետ, մի հարց տամ էլի։ Պատերազմի ժամանակ ամբողջ Սփյուռքը մի բռունցք դարձած, ով ինչով կարողանում էր օգնում էր բանակին։ Մարդ կար փող էր հավաքել տուն առնելու համար։ Մարդ կար մեքենան ծախեց։ Մարդ կար ինչ ուներ չուներ իր վերջի կոպեկը հավաքեց ու ուղարկեց բանակին։ Բայց արի ուտես վերջում ասացին, որ ամեն ինչ չի որ հասել է բանակին։ Սենց ասելով ոչի։ Շատ մարդիկ էլ ասում էին փողը պետք չի, ոչ մի բան պետք չի, թող իրան գան կռվեն։ Ամեն մեկին որ լսես այ ախպեր ջան։ Դրա համար էլ այսօր Սփյուռքն ու Մայր հայրենիքը իրարից խռովել են։ Մեկը մի բան է ասում, երկրորդը լրիվ ուրիշ բան է ասում։ Բայց ինչ են նեղացել որ։ Տղեն ճիշտ է ասում։ Ուր են այդ փողերը։ Լավ է լսեթո ջան, ի՞նչն է ճիշտ ասում։ Տղեր լսեք ինչ եմ ասում։ Հայաստանն ու Արցախը մեր ճակատն էին։ Սփյուռքը մեր թիկունքը։ Ոչ ճակատը կար առանց թիկունք, ոչ թիկունքը առանց ճակատ։ Պատերազմի ժամանակ բոլորս նույն խարամատի մեջ ենք եղել ու մտածում ենք մի բան, ոնց պաշտպանենք հայրենիքը։ Ցավոք սրտի պատերազմից հետո դարձանք ականներ։ Պողոսական, Պետրոսական, Պողոսականը էս չասեց, Պետրոսականը այն արեց ու չեն գիտակցում այդ շատ կարևոր բան, որ այդ ականը հենց ականապետության տակ։ Տղերք, Սփյուռքը որ օգնել է հայրենիքին, շատ լավ արե, չփոշմանեք։ Եթե ինչ-որ մեկն էլ այդ գումարը տեղ չի հասցրել, ինքը պատասխան է տալու Աստծու առաջ։ Բայց հիմա կարծում եմ, ոչ թե պետք է խոսանք մեր արածների կամ չարածների մասին, պետք է խոսանք մեր հերոսների մասին։ Ռոբերտ Աբաջանի, մեր կյաժի մասին։ Ալբերտի մասին։ Քյարամի մասին։ Դադի վանքում միջև վերջի րոպեները պատարակ մատուցած Սրբազանի մասին։ Ես որպես գնդապետ հպարտ եմ, որ կռվել եմ 18-19 տարեկան տղերքի կողքին։ Այն տղերքի, ովքեր կռվել են 4 պետության բանակի դեմ, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դեմ։ Իմ համար մեծ պատիվ էր։ Կոմանդիրի ես խոսքից հետո ուզում եմ մի հատ կենաց առաջարկեմ խմենք։ Ոտի վրա։ Պատերազմի ժամանակ ու մինչև հիմա էլ մեր զինվոր տղերքի, մեր կամավորականների, մեր ազնիվ ու արդար հրամանատարների շնորհիվ է, որ այսօր Հայաստան աշխարհը կա, եղել է ու կլինի։ Փառք ու պատիվ են զինվորներին, ովքեր կռվեցին ու վերադարձան։ Փառք ու պատիվ են զինվորներին, ովքեր իրենց արյամբ վաստակեցին խաղաղությունը։ Փառք ու պատիվ են տղերքին, ովքեր կռվեցին միջև արյան վերջին կաթիլ ու անմահացան հայրենիքի համար։ Ու այս պահին էլ Հայաստանի ողջ սահմանով մեր տղերքը կանգնած են։ Ու ես վստահ եմ, որ մեր երազանքն է այդ տղերքը ժպիտով ուրախ վերադառնան իրանց տուն։ Թող մեր երկրին խաղաղություն լինի։ Փառք ու պատիվ տղերքին։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, պարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։
Plumbing, Stucco, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում, տրակների DPF Services, տեղում գործում է պահեստամասերի խանութ, աշխատում են բոլոր ապահովական ընկերությունների հետ, իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում, տեղում օգտագործվում է միայն օրիգինալ ավտոպահեստամասեր, S&H Garage, որակ դիմացեր։ Խնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։ Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը բացառիկ այս համերգը տեղի կունենա Ագուա Գալենտեի շքեղ դժոր համերգասրահում Երեկոյան ժամը 6:30 Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում Շտապեք ամրագրել ձեր տեղերը Հենց այսօր այցելելով anumticket.com կամ զանգահարեք 323 580 0808 Որ խնդրեմ ինձ King's Kitchen կտանեք։ Հա, իհարկե։ Ես հո քեզ լավ գիտեմ, Մինաս տղա։ Եկել ես սատանի մայլեն քանդրբազություն ես անում։
Հիմա ես ստեղ եմ աշխատելու։ Դե այստեղ ես աշխատելու, ես ստեղ մոտավոր մի 2 ամիս մի հատ աշխատողի եմ փոխարինել։ Ինքը օբշուտ հեշտ գործ է, դժվար բան չկա։ Իսկ դու ուշադիր լինես, ապրանք չպակասի, всё, էլի։ Հա, խնդիր չի, ես շատ ուշադիր կլինեմ։ Всё, դե մենակ էտա պետք, հա, ամել երեք մենեջերի հետ եմ խոսացել։ Արքին է տղա է։ Ես գա տենակ ինչ ենք անում։ Բարև։ Բարև, Միկո ջան, ծանոթացի, Աշոտնա, մեր գնդապետ Մինասի տղեն։ Հա, լսել եմ քո մասին, քո մասին էլ։ Տղեկ դե գիտեք, իզնից շատ բան կախված չի։ Հիմա մի գործ կա կասայում, կասիրի օգնակ է։ Ապրանքները տոպրակների մեջ տեղավորել բան, այդ տիպի գործ է։ Մեկ-մեկ էլ պահեստից են կանչում, ապրանք բան է գալիս։ Մայր բսի։ Նա եթե քեզ գործ է պետք։ Չէ, ախպերս քո համար ենք եկել։ Նա եթե ես գործը սրտով տա, ուրեմն պրոբլեմ չունես։ Մենակ թե դասերից հետո կարող եմ գալ։ Հա, մեզ երկրորդ սմեն է պետք։ Թումին, կի բացատրեմ ամեն ինչ։ Շնորհակալ եմ։ Դե ես մոտակայքում կլինեմ, եթե պետք լինեմ 5 րոպե առաջ զանգեք կմոտենամ։ Եղա։ Դու ներսում ես։ Դե ուշադիր։ Բարև ձեզ։ Եթե ձեզ աթոռն է հարկավոր, կարող եք վերցնել։ Չէ։ Ինձ դու ես պետք։ Լսի, ես ցես խաղ գիտեմ։ Ես գուշակում եմ ինչ ես սիրում խմել, ու եթե ճիշտ եմ դուրս գալի, իրար հետ խմում ենք։ Հա, կամանդիր ջան, մտքերով ընկար։ Չէ, նորմալ է, ապրես։ Ես գամ քո հետևից։ Չէ, հանդիպումից վերջացնեմ, ես կգնամ, դու գործերիք նայի։ Ամեն դեպքում տարածքում եմ, վերջացնես զանգի։ Վայ, այսօրվա համար ապրես։ Խորհուրդ կտամ ձեր տեղը փոխեք։ Մենակ քո հետ, Սիրուն ջան։ Ամոթ չեք անում։ Ամոթ ինչ կա, Սիրուն ես, ասում եմ Սիրուն։ Բաց թող ձեռքս։ Հանգիստ։ Բաց թող։ Լսի արա, այսօր մեր մոտ ակցիա է, դե պատվիրում ես մի հատ ջերմուկ, ցավը ստանում ես անվճար։ Ախ, բաց թողա։ Մինաս։ Ախ, բաց թողա։ Մինաս։ Դու հայ ես արա։ Մինաս ջան։ Ամեն հայրեն խոսացող չի, որ հայ է։ Այդ չստացված սորտ։ Ուրեմն հայ աղջիկն ու կինը չեն կարա քոլոմանների պատճառատնից դուրս գան։ Մինաս ջան, կխեղդես մի արա։ Ամեն մեկը մի օջախից է դուրս գալի, արա։ Մինաս ջան, մի արա, արևս։ Ես եմ տեղը չի, որ դիմանաս ես ով եմ։ Ույշ կալամ անեմ քո հետ։ Մինաս ջան, արի գնանք, խնդրում եմ։ Սենց ասեմ, լավ ես պրծել, անս փողերը գնաց հավրդ բուժի,
Գնդապետ Սոսնիկ, չէ՞։ Գնդապետ Սոսնիկ, Մինաս Մարգարյան։ Բայց ինչ կապ ունի ես ով եմ։ Իջեք։ Հա՞։ Ասացի իջեք։ Ես ինչ չեմ արգի, եթե ձեզ տանեմ։ Լսի, ես ամեն ինչ հասկանում եմ։ Դու քո գործ արա։ Չէ, պարոն գնդապետ, ես այստեղ եմ ծնվել մեծացել։ Կյանքում Հայաստանում ու Արցախում չեմ եղել։ Միայն ծնողներիս, հորս ու մորս պատմածով եմ սիրել իմ հայրենիքը։ Պատերազմի ժամանակ ամեն օր աչքներս բացում էինք, մտնում էինք ու նորություններն էինք նայում։ Ամեն օր տեսնում էինք ձեզ ու ձեր զինվորներին, թե ինչերի մեջով եք անցնում։ Հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի։ Այդ իմ պարտներն է, այդ բոլորիս պարտները։ Այդ մասին այսօր խոսել անիմաստ եմ համարում։ Ու եթե այս երկիրը քո երկիրն է, պաշտպանի իրան, անկախ ամեն ինչից։ Ավելի եմ համոզվում, որ ճիշտ եմ անում։ Ձեզ ու ձեր նման հրամանատարների ու զինվորների շնորհիվ է ազգը ոգևորվել։ Իսկ դուք ասում եք, թե ինչ կապ ունի ով եմ ես։ Թեկուզ ես ամեն ինչի համար ինձ ծառայությունից ազատեն, բայց ես գոնե կիմանամ հանուն ինչի։ Շնորհակալ եմ քեզանից։ Ճիշտ է, դու Արցախում չես եղել, Հայաստանում էլ չես եղել, բայց դու կարգին հայ ես։ Ես չեմ կարող իմ ազգի պաշտպանին այսօր չպաշտպանեմ։ Ազատ եք, պարոն գնդապետ։ Շնորհակալ եմ ձեր հայ տեսակի համար։ Եվ ուր էլ լինեք այս կյանքի ճամփեքին, ու թեկուզ մայր հողից շատ հեռու, վերադարձը մի օր, թող լինի ձեր կրկին, ձեր մասին չենք լռելու։ Ոչ ոք չի ուրացել, գործը ձեր անմոռաց, խոնարհումս ձեզ գնդապետ, ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց, միասին բերելու ենք